Բարև ձեզ իմ սիրելի հետևորդներ եւ ալիքի հյուրեր։ Այսօր մարտի 20-ն է։ Ժողովուրդ ջան, գնում եմ բույսերի աշխարհ։ Մի հատ լավ տեղ գիտեմ, որ տնկիներ են վաճառում, ծաղիկներ, ամեն ինչ, թփեր։ Գնում եմ հիմնականում թուզի տնկիներ առնելու եւ ծիրանի, եթե ցեդադիմասկուն ծիրան լինի։ Որտեղ ես ծիրանի ծառ փորձել եմ 2 անգամ, դրել եմ, բայց Չեխիայի պայմաններում ծիրանը լավ չի զգում, ցրտահարվում է։ Իհարկե հարավային մասերում Չեխիայի, որտեղ որ երկրորդ մեծ քաղաքն է Բրնոն, 5 միլիոնուց քաղաք է, որտեղ հիմնականում ապրում են գյումրեցիները, այդ մասերում արտակարգ աճում է ծիրանը, Մորավայա կոչվում։ Իսկ մերը վիխոտնի Չեխիանա ծիրանը ցրտահարվում է։ Հիմա տեսնենք, եթե ցրտադիմասկուն սորտ լինի, անպայման գառնեմ մի ծառ։ Հիմա սա գուշմ է օբեծ գյուղա Չեխիայի։ Դուրս ենք գալիս, մտնում ենք Անդարի ճանապարհ։ Դե գնացինք։ Ջերմոցներ կան։ Հիմա Անդարի ճանապարհը գնում ենք։ Ինչքան հիշում եմ, աջ կողմում կա ջերմոցային տնտեսություն։ Այլ կնկարեմ երևի։ Բնությունը շատ գեղեցիկ է, դե հիմա գարունն է նոր է զարթնում, զարթոնք է։ Իսկ ամենայն շատ գեղեցիկ է այս ճանապարհները։ Օդը մաքուր, զով։ Հասանք այստեղ գրված է Զահրադնիստվի։ Գնանք ուտել կանգնենք։ Էս է սիրելիներս, եկանք հասանք էդի մասած տեղը, տեսնենք ինչ կա։ Էս զադիկի մոդելում է նման բաներ են վաճառում։ Տեղամաններ է։ Այս մասում տորֆեր են, սովորական, թթու, հապալասների համար տարբեր բաներ են վաճառում։ Այս մասում դեկորատիվ այգին զարդարելու համար դեկորատիվ փոքրիկ թփիկներ են։ Ես մանրամասն ձեզ ցույց կտամ։ Իհարկե սիրահարները համար շատ հետաքրքիր կլինի բույսերի։ Ես խանութ շատ եմ սիրում, սա ճոխ խանութ է։ Ամեն ինչ կա։ Եթե ուզում եք ձեր այգին զարդարեք, խնդրեմ, տեսեք, ամեն ինչ ունեն։ Հիմա իմ այսօրվա նպատակը թուզի ծառն է հիմնականում։ Տեսնենք որտեղ է դա գտնվում։ Այստեղ արդեն ծաղիկներ են, տարբեր տեսակի ծաղիկներ, սոխուկներով ծաղիկներ են։ Extravone rouge
Հոդավետ վարդեր։ Վարդերի տնկիներ են։ Այս մասերում գնանք առաջ։ Ստեղ արդեն եկանք սա փշահաղարջ է գոգրոշ հայերեն թփեր ստե ծառեր են սա դեղցենի է տեսքից արդեն երևում է պարզ է սրանք դեղցենիների շարքն է շատ տեսական է կա սրանք արդեն խնձորներ են այս մասը խնձորի ծառեր են եթե թուզ չունենա լավ չի լինի իհարկե Չեխերեն թուզին ասում են ֆիկի ֆիկովնիկն է թուզի ծառն է այս ինչ է խնձորի տեսակ է հա Աշխատողին գտնեմ հարցնեմ Սա էլ ինսպիրացիայի համար ժողովուրդ տեսեք ինչ գեղեցիկ ձևավորում է տված մեծ քարեր բալվանքեք եւ նման բաներ Հետաքրքիր է Այս ինչ կան ալգնում հա շատ հեռու է տեսեք այս ճանապարհը Ես երևի շրջերեմ հետ դառնամ ու աշխատողին գտնեմ հարցնեմ ժողովրդյան Այս ամաններն էլ 60-65 դրամ ամաններ են ամանների մեջ աճացրած է տեսեք այս խնձորները Խնձորի տեսականներ շատ է Չեխիայում խնձորը լավ աճում Խնձորը պրոբլեմ չունի դեղցն էլ լավ աճում մեր մոտ Եկա այստեղ ծիրանի մոտ Ծիրանին գտանք, այս է ծիրանի ծառը Ծիրանը չեխերեն կոչվում է մերունկա Velmi rana odruda նշանակում է վաղահաս սորտ Պուվոդեմ զե չրը Չեխիայում է աճեցրած ծնդավայրը պուվոդը Զրայե զաչատկեմ չերվենցե Չերվենեցը հուլիսն է, հուլիսի սկիզբներին հասնում է Հետաքրքիր է ծրդադիմացկումը թե ոչ Այս էլ մյուսն է, հենք ամենաթշիկ ծիրան է, այսա Լավ, ծիրանը գտանք Հիմա տեսնենք Սա սալորա Շվեստկա Են էլ է սալոր Լավ, գնանք Դե ոնց որ իմ ուզած ծիրանը գտա ժողովուրդ ջան, սա կարդամ Մերունկա, Կիոտո, գրածա Velmi odolna կը մռազու, շատ ծրդադիմացկուն է գրած Եթե հավատանք իհարկե գրածին Իսկ ես ծառերի տնկիների վրա գրված է հետաքրքիր բառն է գրած Գրած է Prunus Armen Armena նշանակում հայ Добрый день, Ано Ահա, ժողովուրդ ջան, գտել եմ, թուզնել եմ գտել Աշխատողին հարցրեցի Էսա Արդեն հանել է Tady už pan Vindal Jak se jako má tady název Armen
Ակո բողոդեմ արմենսկի։ Ցակումով Հայաստանից է։ Լավ, հələ տեսնենք ինչ կլինի ժողովուրդ ջան։ Երբ ավարտեցի տեսանյութս, որ շատ երկար չլինի, դες չզբաղացնեմ։ Եթե հավանեցիք դրեք ձեր լայքերը, բաժանորդագրվեք իմ YouTube-յան ալիքին։ Ձեզ հետ է Բորիս Խանբեգյանը։ Բարին ընդ ձեզ, եղեք միշտ առողջ, ցտեսություն։